Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ։ Եվ այսպես ազգային ժողովում հարցուպատասխանի ժամ է, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է, մթնոլորտը լարված, ինչպես յուրաքանչյուր հարցուպատասխանի ժամանակ։ Այսօր Անդրանիկ Քոչարյանի հետ տեղի ունեցած միջադեպը դարձել է բյուջետային քննարկման ամենակննարկվող պահը։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի բացակայությունը ստիպեց ազգային ժողովի նախագահին անակնկալ ընդմիջում հայտարարել, քանի որ առանց հանձնաժողովի նախագահի զեկույցի քննարկումը հնարավոր չէր շարունակել։ Երբ Քոչարյանը վերադարձավ դահլիճ, Փաշինյանը ըստ ականատեսների խիստ տոնով հանդիմանել է նրան եւ լքել նիստերի դահլիճը, փաստացի բոյկոտելով ելույթը։ Իսկ արդեն ելույթի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը ընդունել է մեղքը, ներողություն խնդրել, բայց եւ նախատել քարտուղարությանը։ Ենթադրում եմ, որ իմ պատճառով եղել, որի համար ներողություն եմ խնդրում թե կառավարությանը, թե մեր գործընկերներին, բայց միաժամանակ ուզում եմ նշեմ, որ մեր քարտուղարությունը արժի որ ավելի ուշադիր լինի, երբ որ ելույթ ունեցողից հետո անմիջապես ես պետք է ունենամ, գոնե դուրս գալուց ինձ պետք է զգուշացնեք։ Այստեղ ես ընդունում եմ իմ մեղքը, բայց նաև նշում եմ, որ դուք թերացել եք։ Հարգելի քարտուղարություն, Թաթուլ Սողոմոնյանին ուղղված։ Իդեպ ընդդիմադիր երկու խմբակցության падգամավորները չեն մասնակցում նիստի, իսկ կառավարությանը հարց տալու համար հերթագրվել է 14 падգամավոր։ Իսկ մինչ Փաշինյանը կհասներ ազգային ժողովի դահլիճ, մոտ 1 ժամ միջանցքում պատասխանել է լրագրողների հարցերի։ Գերիների վերադարձից մինչև բանակցային փաստաթղթերի գաղտնազերծում, Ռուսաստանի եւ Եվրամիության հետ հարաբերություններից մինչև իր անձնական հավատքը։ Բոլոր հարցերին պատասխան ուներ Փաշինյանը։ Ճեպազրույցին հետևել է Սվետլանա Պետրոսյանը։ Հայաստանի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Նիկոլ Փաշինյանը, որ 2018-ին Արցախի հրապարակից վստահեցնում էր, որ Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է, 4 տարի անց Պրահայում առանց որևէ հանրային քննարկման հայտարարեց Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչման մասին։ 5 տարի անց նույն խոստումը հնչում է անկլավների մասին։ Փաշինյանը վստահեցնում է Հայաստանի տարածքի փոխանակում չանել առանց Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումը հաշվի առնելու։ Քննարկում է, որ նույն Արցախի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ եւ այլն եւ այլն։ Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։ Ես ուզում եմ, եթե խոսքը գնա դրա մասին, եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չի անել։ Ընդ որում իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ, ես նույնիսկ եթե խոսքը ուղիղ հանրաքվեի մասին չլինի, առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնության դա չի կարող պարզապես տեղի ունենալ։ Փաշինյանը նաև բացատրել է, թե ինչու է հայտարարել, որ մինչև տարեվերջ կհրապարակվեն Արցախի հարցով բանակցային փաստաթղթերը։ Ես նախկինում ասել եմ, որ այդ փաթեթի տերը մենակ մենք չենք։ Ենթադրվում է, որ տարվա վերջ միջև դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի եւ այդտեղ այդ բարոյական եւ քաղաքական արգելքը կվերանա, այսինքն այդ սուբյեկտը չի լինի եւ մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել։ Հեղափոխությունից 7 տարի անց Փաշինյանը մի դրվագ է պատմել այդ օրերի իրադարձություններից։ Իբրև բացահայտում ներկայացրել է իր եւ այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի հետ զրույցը ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում։ Փաշինյանի պնդմամբ հենց Կարապետյանի միջոցով է Սերժ Սարգսյանը փոխանցել իր հրաժարականի լուրը։ Կարեն Կարապետյանը ըստ էության ակնարկել է, ուղիղ չի ասել, բայց ակնարկել է ենթատեքստերով։ Եթե ինքը հերքի ես դա կհասկանամ, որովհետև ուղիղ չի եղել խոսակցությունը եղել է ենթատեքստերով, որ իրանք ինձ ազատեն, մեզ ազատեն եւ հեղափոխությունը, այսպես ասած, հեղափոխությունը դուրս գա օրակարգից եւ մենք ինչ որ ձևով Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը որպես բոլորի կողմից ընդունելի տեխնացու ստանձնի իշխանություն։ Ես ասել եմ դա ընդունելի չի ինձ համար։
Անդրադառնալով ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի խնդրին, Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ կառավարությունը ամեն օր աշխատում է այդ ուղղությամբ։ Նրա խոսքով գերիների հարցի լուծումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում ձևավորվի բարենպաստ միջավայր։ Եվ ես կարծում եմ, որ եթե եւ խաղաղությունը մնացած բոլոր հարցերն էլ կլուծի։ Շատ հարցեր կլուծի։ Այսինքն այն անկալումը, թե մենք պետքա բոլոր հարցերը լուծենք, հետո նոր լինի խաղաղություն, խաղաղության համաձայնագիրը։ Մինչ Փաշինյանը երկրի առաջ կանգնած խնդիրների լուծումը շարունակում է կապել խաղաղության գաղափարի հետ, նա զուգահեռաբար արդարացնում է Ադրբեջանի նախագահի օրերս հնչեցրած պնդումը, թե իբր Սևանը ցարական Ռուսաստանի քարտեզների վրա այլ անուն է ունեցել։ Ադրբեջանի նախագահը ասել է, որ ցարական ժամանակների քարտեզի մեջ Սևան չեղել ուրիշ անուն է։ Amma ես էլ ասում եմ այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա, դա ինչ անշում։ Այսինքն խոսքը վերաբերվում է, իմիջայլոց ես նախորդ բրիֆինգի ժամանակ խնդրեցի լրագրողը ինձ պետքա տեղեկություն փոխանցել, ես էլ իրան այդ քարտեզը փոխանցեի։ Այսինքն հասկանում եք, պետքա մենք ճիշտ ինչ հարցը ճիշտ պետքա ձևակերպենք, որպես պատասխանը ճիշտ է։ Վերջին շրջանում պատարակներին մասնակցելու թեմային անդրադառնալով Փաշինյանն ասում է, կմասնակցի նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պատարակներին, երբ իրեն հոգևոր առումով բավականաչափ մաքրված զգա։ Նա նաև շեշտել է, որ արդեն սահմանել է ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի օրակարգը եւ հետևելու է դրա իրականացմանը։ Փաշինյանի հայտարարությունը պատարակներին մասնակցելու իր պատրաստակամության մասին ուղիղ կապվում է առաջիկա աղոթքի նախաճաշ կոչված միջոցառման հետ, որը կայանալու է Երևանում նոյեմբերի 14-ին եւ 15-ին։ Հետաքրքիր է, որ աղոթքի նախաճաշ կոչվող միջոցառմանը Մայրաթորը պաշտոնապես չի մասնակցում, իսկ մասնակցությունը միայն գրանցված մասնակիցների համար է նախատեսված։ Իսկ ովքեր են միջոցառման իրական կազմակերպիչները, ինչ օրակարգով ու ինչ նպատակով են այն կազմակերպել, Անիա Բաղյանն է ուսումնասիրել։ Նոյեմբերի 14-ին եւ 15-ին Երևանում աղոթքի նախաճաշ անունը կրող միջոցառում է լինելու։ Կայք է բացվել, որտեղ մասնակցել ցանկացողները գրանցվում են ու ստանում էլեկտրոնային հաղորդագրություն օրակարգի գտնվելու վայրի մասին։ Ով է կազմակերպիչը, ինչ է քննարկվելու այդ հանդիպմանը, որտեղ է լինելու եւ ովքեր են հյուրերը։ Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը գրանցվել ու ստացել է օրակարգը։ Պանելային քննարկումներ են էթիկայի, բիզնեսի, Թրամփի ուղու, արհեստական բանականության, կնոջ, խաղաղության եւ այլ թեմաներով։ Աղոթքի նախաճաշ անունը գրող միջոցառման կազմակերպիչը Մայրաթորը չէ, հայտնել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Այն կազմակերպում է Իմ քայլը հիմնադրամի կրթվելը նորաձև է ծրագրի ղեկավար Ստեփան Սարգսյանը։ Միջոցառումն ունի մասնավոր հրավիրյալներ, որոնց մասնակցությունը ի տարբերություն գրանցվածների անվճար է։ Դա ունի շատ որոշակի հստակ քաղաքական նպատակ եւ ընդհանրապես նպատակը, այսպես ասած, լայն լսարան հավաքագրել բերելը չի եղել, այլ ընտրյալ մարդկանց բերել, ստացնել որոշակի նպատակով բերել Երևան, գումար ծախսել, նրանց բերել Երևան, հիմա հիմնականում որոշ նպատակ իրականացնելու համար։ Կազմակերպիչ կոմիտեի կազմում ներառված է նաև Փրկենք հալածվող քրիստոնյաների նախաձեռնության անդամ Դենիս Դեդե Լաուգեսենը։ Նա նահանգներում ակտիվ խոսում էր Արցախի մշակութային ժառանգության պահպանման, բռնի տեղահանվածների խախտված իրավունքների մասին։ Ըստ Ռոբերտ Մարգարյանի, կազմակերպությանը ներառելով այդ միջոցառման մեջ ցանկություն ունեն բացասական ազդել Դեդե Լաուգեսենի հայամետ գործունեությանը։ Հայդատի ամերիկյան հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանն էլ կարծում է, աղոթքի նախաճաշ անունը կրող միջոցառումը Փաշինյանն է հրավիրում։ Երևանի Մարիոթ հյուրանոցից, որտեղ անցկացվելու է Փաշինյանի աղոթքի նախաճաշը, մինչև Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն, այն վայրը, որտեղ Փաշինյանը անարդարացիորեն փակել է հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներին, եպիսկոպոսներին, քահանա ծառայողներին եւ սարկավակներին 4 րոպե է մեքենայով, 18 րոպե քայլելով։ Միջազգային կրոնական առաջնորդները, հատկապես քրիստոնյաները, սուրբ գրքով կոչված են հոգևոր այցեր կատարել այս բանտարկված հոգևորականներին։ Աղոթքի նախաճաշ անունը ստացած միջոցառումն առաջին օրն անցկացվելու է ազգային պատկերասրահում, երկրորդ օրը շաբաթ Մարիոթ հյուրանոցում։ Շաբաթ նախատեսված է նաև այցելություն Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ Թանգարան։ Ռոբերտ Մարգարյանը կարծում է, այդ միջոցառմանը մասնակցելու են կարգալույծ եղած հոգևորականներ։ Եվ եթե այդ այցի ժամանակ Մայրաթորը նրանց մուտքը թույլ չտա, միջազգային ՀԿ-ների հյուրերի մոտ սխալ տպավորություն կստեղծվի։ Փորձեցինք խոսել կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի հետ, հասկանալու մասնակցելու է
միջոցառմանը։ Մեր զանգերը անպատասխան մնացին։ Աղոթքի նախաճաշ անունը ստացած միջոցառմանն անդրադարձել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Նրա խոսքով այս միջոցառումը Փաշինյանի հեղինակությունը մաքրելու համար է արվում։ Մարդ, որը հայտարարել է, որ պատրաստվում է հեռացնել եկեղեցու առաջնորդին, եւ հիմա այդ մարդուն Երևանում ողջունում են ամերիկացի քրիստոնյաները, այն մարդուն, որը հոգեվորականներին անվանում է պոռնիկներ, մարդուն, որն այնպիսի բառապաշար է օգտագործում, ես իմ այս տարիքում երբևէ չեմ լսել, որ երկրի ղեկավարը եկեղեցու առաջնորդների մասին խոսելիս նման բառապաշար օգտագործի, եւ այնուամենայնիվ այդ աղոթքի նախաճաշը նախատեսվում է անցկացնել։ Ես այն անվանում եմ հեղինակության մաքրման նախաճաշ։ Մեզ հաջողվեց պարզել միայն, որ միջոցառման կազմակերպման գործում Մայրաթոռը որևէ ազդեցություն չունի։ Իսկ ինչ տեղեկություն ունի Մայրաթոռն այս միջոցառման մասին, մասնակցելու է թե ոչ, ինչ մոտեցում ունի։ Հարցերի պատասխանները Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց կտա վաղը։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Այս ամենին զուգահեռ Մայրաթոռ Սուրբ Էջմիածնից եւ Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգեվորականի կանչել են քննչական կոմիտե։ Իսկ փաստաբան Արա Զոհրաբյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ հոգեվորականներին քննում են քրեական վարույթի շրջանակում, որը սկսվել է 2023 թվականին արված ձայնագրության հիման վրա։ Ձայնագրությունը ըստ կոմիտեի վերագրվում է Գարեգին II նախկին գավազանակիր Աղան Աբեղա Երնջակյանին, որն իբր զրուցում է Մայրաթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովանեսյանի հետ, իբր դժգոհելով, թե կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի։ Վերադառնանք ազգային ժողովում քննարկվող թեմաներին։ 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ֆինանսների նախարար Վահե Հովանեսյանը ներկայացրել է պետական պարտքի նոր չափորոշիչների տնտեսական նշանակությունը։ Նրա խոսքով պետական պարտքը պետք է ուղղվի մեր պետության տնտեսական պոտենցիալի բարձրացմանը, ապա փորձել է գաղափարը պարզեցնել ներկայացնելով առարկայական օրինակներ։ Օրինակ, եթե մարդը պարտք է վերցնում նոր բիզնես հիմնելու, եղած բիզնեսը ընդլայնելու, նոր պահանջված մասնագիտություն սովորելու կամ հանգստի մեկնելու համար, դա մեծացնում է նրա եկամտային հնարավորությունների աճի հավանականությունը։ Իսկ եթե պարտքը վերցնում է մեկ այլ պարտք մարելու կամ նոր տարի նշելու համար, արդյունքը այլ է։ Վերջին 7 տարիներին մենք անգամ ենք ավելացրել եկամուտները, այդ թվում պարկ ներգրավելու շնորհիվ, որ եթե որոշենք 26 թվականին վերադառնալ 18 թվականների ծախսի մակարդակին, այդ ամբողջ պարկը կկարողանայինք մարել ընդամենը 1.5 տարում։ Այդ խնայած գումարով կկարողանայինք 1.5 տարում պարկը մարել։ Իսկ ինչու այդպես չենք անում, որովհետև այս ընթացքում մեր կարիքները եւ ամբիցիաները էապես փոխվել են։ Մինչ ֆինանսների նախարարը խոսում էր պետական պարտքի աճը եւ Հայաստանի տնտեսական հնարավորությունների մասին, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներին։ Հրապարակել է զեկույց Երևանի համբույրը վերնագրով, որտեղ մանրամասն ներկայացվում է Հայաստանի եւ Եվրոպայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ հարաբերությունների նոր սցենարները։ Զեկույցն ընդգծում է, թեև Հայաստանի քայլերը հացահատիկային դիվերսիֆիկացիայի եւ միջազգային գործակցության ուղղությամբ տրամաբանական են, սակայն դրանք բարդացնում են հարաբերությունները Մոսկվայի եւ Եվրամիության հետ։ Երկար տարիներ Հայաստանը Ռուսաստանից էր գնում հացահատիկ։ Այժմ հայերը, ինչպես ասում են, քաղաքական նկատառումներից ելնելով ցանկանում են խզել կապը Մոսկվայի հետ եւ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, անհրաժեշտ ծավալի հացահատիկի մի մասը ձեռք բերելով անկախներից։ Սակայն ահա անհաջողությունը։ Ուկրաինական հացահատիկն ավելի քան կիսով չափ թանկ է։ Թեպետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է այս հայտարարությանն ու ասել, որ բացարձակ անհեթեթություն է եւ չի կարող այդպիսի բան լինել, Դմիտրի Պեսկովը հաստատել է Ռուսաստանի տեղեկությունը։ Ասում է, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունները երբեք անհիմն չեն լինում։ Տեղափոխվենք Վաղաշապատ, որտեղ նախընտրական քարոզարշավը բավականին լարված է անցնում։ Ժամեր առաջ Վաղաշապատում անհայտ անձինք գետնին տապալելով առևանգել են Մայր Հայաստանի աջակից բլոգեր Օնո Հարությունյանին։ Վաղաշապատում Մայր Հայաստան կուսակցության համակարգող Գևորգ Ստեփանյանը գործընկերոջս պատմել է, որ Հարությունյանը նախընտրական շտաբից ընկերուհու հետ դուրս է եկել, 4-5 մեքենաներից անհայտ մարդիկ են իջել, ընկերուհուն հրել են մի կողմ, իրեն պարկեցրել ասֆալտին ու առևանգել։ Առևանգողները եղել են քաղաքացիական հագուստով։
Բայց այս ամենը չի խանգարում նախընտրական ակտիվ քարոզարշավին, իսկ քաղաքացիները մատնանշում են տարիներ շարունակ լուծում չստացած վաղաշապատի խնդիրները։ Գլխավորներից մեկը թափառող եւ պետության կողմից անտեսված շներն են, որոնք անկախ իրենց կամքից դարձել են քաղաքի ահուսարսափը։ Սեդա Մակարյանն է լսել քաղաքացիներին։ Հարցակվում են պատառոտոն մարդկանց հագուստը, վախեցնում, վնասում։ Ազատ շրջող շները դարձել են վաղաշապատի ամենամեծ վախը։ Հաճախ նրանց թիրախը երեխաներն ու տարեցներն են դառնում։ Մի քանի ժամ առաջ մեր համախոհն ասում էր հազիվ փախաշանից, որ եկել էր այստեղ հարցով։ Այո, լինում են, շատ են լինում, բազմիցս լսում ենք եւ մեր ընտրարշավների ժամանակ նույնիսկ ժողովրդի հետ խոսելու ժամանակ մենք մոնիտորինգել ենք իրականացրել եւ գույքագրել ենք այդ խնդիրը։ Համայնքի քաղաքապետի Ժառանգություն կուսակցության տեխնացու Արկադի Փայտյանի փոքրիկ աղջկա վրա եւս շները հարձակվել էին, պատառոտել երեխայի հագուստը, ինչպես հայրն է պնդում, մի կերպ են Շանբերանից հանել աղջկան։ Ասում է լավ է, որ մարմնական լուրջ վնասվածք չի ստացել։ Մեզ հարակից այս փողոցում թափառողները հարձակվել են եւ ճիշտ է մարմնական վնասվածք չի ստացել, բայց պատառոտել են հագուստը, հազիվ ենք փրկել այսպես։ Այդ խնդիրը ունենք եւ մեր ծրագրով պատրաստում ենք լուծել այդ խնդիրը։ Շները, ինչպես նշում են բնակիչները, ագրեսիվ են դառնում հատկապես երեկոյան ժամերին։ Քաղաքում զբոսնելը, եկեղեցի գնալը կամ պարզապես գործով A կետից B կետ անցնելը վտանգավոր է դարձել։ Հարձակվել են իմ աղջկա վրա են գործիքով կանոնով դասի գնալիս, վախեցրել են, էլի երեխեք կան, էլի մարդիկ կան։ Հիմա չգիտեմ, ես դրա լուծումը որը կլինի։ Միգուցե քաղաքապետարանը մի բան մտածի։ Դժգոհում ենք մենք շներից, շատ վտանգավոր են, հատկապես երեկոյան ժամերին։ Իհարկե։ Ամեն դեպքում եթե չեն էլ հարձակվում, մարդիկ շատ ավելի զգուշ են, լարվում են, էլի։ Անգամ դուք էլ որ քայլեք, կզգաք, որ շատ են։ Իրոք շատ են։ Բայց թե ինչ պետք է անես, երբ որ ասենք Բայց ագրեսիվ են նաև։ Կան ագրեսիվներն էլ ինչ չէ։ Նամանավանդ ու ժամի 12-1 կողմերը մարդիկ կլեն, որ ասենք դուս են գալի ման գալու կամ ասենք ինչ որ մի տեղ է տալու, պատահել է որ ասենք հարձակվել են ասենք վրեկները։ Մեր գյուղը սաղ թափառող շունա, սաղ ջերմոցները ճղում է, սաղ բույսերը վնասում է, երեխեքին ուտում է։ Փողոցային չխնամվող շների խնդիրը նոր չէ այս քաղաքում, պարզապես լուծում այս տարիներին որևէ համայնքապետ չի տվել։ Այս տարի գրեթե բոլոր տեխնացուներն էլ խնդիրը ներառել են իրենց նախընտրական ծրագրում։ Նախկինում գոյություն ուներ ոստիկանությանը կից շների վարժեցման կենտրոն, որտեղ տանում էին եւ շներին վարժիմը, այդ մասը ազատ է մնացել։ Պիտի փորձենք այդ գերատեսչություններին համապատասխան դիմելով կարողանանք փոխադարձ համաձայնություն գտնել մեր ժողովրդի շահը սպասարկելու համար, այսինքն այդ շներին տեղակայել այնտեղ եւ ստեղծել այդ պայմանները։ Ժառանգություն կուսակցության տեխնացուն էլ իր տարբերակն ունի հարցը կարգավորելու համար։ Ասում է, ուսումնասիրել է տարբերակներն ու ամենաարդյունավետ գործիքակազմն է ընտրել։ Կպատրաստենք կինոլոգներ, որպեսզի կարողանան զբաղվել եւ հետագայում այդ շներին գերակրման կետեր, չիպավորման կետեր, որպեսզի տեսնենք թե որտեղ են թափառում այդ շները, եթե թափառում են եւ ինչու ոչ նաեւ ворթեգրման քաղաքականությունն է լինելու, որպեսզի շների ворթեգրում ցանկացողները բնականաբար կօգտվեն այդ առիթից։ Երկու տեխնացուներն էլ միանշանակ հայտարարում են կենթանիներին ոչնչացնելու տարբերակն անընդունելի է։ Պարզապես պետք է նրանց խնամել, չիպավորել, վարժեցնել ու հանձնել խնամակալության։ Իսկ մինչ խոստումներն իրականություն կդառնան, բնակիչներն ասում են հաճախ վախենում են անգամ պաշտպանվել, գիտեն, որ կենթանուն վնասելու դեպքում կարող են պատասխանատվության ենթարկվել։ Դպրոցի շատ մոտիկ ենք, ինքան կան զիբիլի վրա, այն անգամ մի երեխու գզում են, հազվենք ասել։ Հետո կասեշներին տպին։ Մենք ձեռք ենք տալիս, որովհետև չի կարելի, գիտենք, որ չի կարելի, թե չէ իմասաղին վնասել ենք։ Մինչ տեխնացուներն իրենց տարբերակներն են առաջարկում, դրանք գործի դնելու համար միջոցներ են փնտրում, վաղաշապատում երեխաները վախով են գնում դպրոց, նույն զգացումով տուն վերադառնում։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է, կատարվում է փորձաքննություն։ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ հայտնաբերել են նաև 19 թուրք զինվորականների մարմինները։ Նա վստահեցրել է, որ միջադեպի բոլոր հանգամանքներն ու պատճառները բարձելու համար կիրականացվի մանրակրկիտ քննություն։ Հիշեցնեմ, որ թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռը թռել էր Գանձակից և վթարի ենթարկվել Վրաստանում Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Ինքնաթիռում եղել է 20 զինծառայող, բոլորը զոհվել են։ Իսկ Իրանը ցանկանում է խաղաղ միջուկային համաձայնագրի հասնել Միացյալ Նահանգների հետ տասնամյակներ տևած վեճը լուծելու համար, բայց սպառնալիքի տակ չի դնի իր ազգային անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խադիբզադեն։ Նա նշել է, որ Վաշինգտոնը երրորդ երկրների միջոցով միջուկային բանակցությունների վերաբերյալ հակասող ուղերձներ է հղում Թեհրանին։ Եվ վերջում Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի խոշոր ներդրումային նախագիծ է մեկնարկել։ Դալան տեխնոպարկը Կուբ Ինվեստ ընկերության միջոցով տեղաբաշխում է իր առաջին պարտատոմսերը, առաջարկելով ներդրողներին կանխատեսելի և կայուն եկամուտ, միաժամանակ դառնալով երկրի տեխնոլոգիական ապագայի զարգացման մասնակից։ Ներդրումը հասանելի է թե դրամային, թե դոլարային տարբերակով մինչև 36 ամսվա մարման ժամկետով և համապատասխան տոկոսադրույքներով։ Նոր նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել ժամանակակից միջազգային ստանդարտների համապատասխան տեխնոպարկ, որտեղ կհավաքվեն բարձր տեխնոլոգիական ընկերություններ և կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր։ Թեմայի մանրամասները գիտի Սեդա Մակարյանը։ «25,000 պարտատոմս, յուրաքանչյուրը 100,000 դրամ անվանական արժեքով»։ Հայաստանում մեկնարկել է տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն ներդրումային նախաձեռնություններից մեկը։ Դալան տեխնոպարկը Կուբ Ինվեստ ներդրումային ընկերության միջոցով տեղաբաշխում է իր առաջին պարտատոմսերը, առաջարկելով ներդրողներին կանխատեսելի և կայուն եկամուտ։ Դալան տեխնոպարկը Հայաստանի նորագույն պատմության մեջ միջազգային եզակի նախագիծ է։ Դալան տեխնոպարկի ընդհանուր ներդրումները հասնում են մոտ 162 միլիոն դոլարի։ Շինարարությունը սկսվել է 2023-ին, իսկ ավարտը նախատեսվում է 2026 թվականի վերջին։ Հիմնակմախքի շուրջ 80%-ն արդեն պատրաստ է, երկու հիմնական մասնաշենքերը միացված են և ընթացքի մեջ են միասնական հարկերի շինարարական աշխատանքները։ Կենտրոնը եզակի կենտրոն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում, այն հագեցված է լինելու ժամանակակից, նույնիսկ գերժամանակակից ինժեներական լուծումներով, այն ստեղծելու է մի մեծ հարթակ, որտեղ հնարավորություն կունենան գործունեություն ծավալել բարձր տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչ ընկերություններ։ Նախագիծը կառուցվում է միջազգային ստանդարտներին համապատասխան, ապահովելով էներգիա արդյունավետություն, խելացի կառավարման համակարգեր և շրջակա միջավայրի պահպանություն։ Ընկերությունը ներառում է ավելի քան 154,000 քառակուսի մետր կառուցապատման մակերես, նախատեսված է շուրջ 3,000 աշխատատեղի համար։ Ունենք դրամային և ԱՄՆ դոլարով արտահայտված պարտատոմսեր, որոնց ծավալներն են 2.5 միլիարդ դրամ և 10 միլիոն ԱՄՆ դոլար։ Դրամային և դոլարային պարտատոմսերը թողարկվել են 36 ամիս ժամկետով, այսինքն 3 տարի մարման ժամկետ ունեն։ Տոկոսադրույքները անվանական արժեկտրոնային, այսինքն կուպոնի, այսպես ասած, արժեկտրոնի եկամտաբերությունը դոլարային պարտատոմսերի դեպքում 8.75%, դրամային պարտատոմսերի դեպքում 13.5%։ Պարտատոմսերի թողարկումը հնարավորություն է տալիս ներդրողներին ապահովել կանխատեսելի և կայուն եկամուտ, միաժամանակ դառնալով երկրի տեխնոլոգիական ապագայի զարգացման մասնակից։ Նոր նախաձեռնության մասին ընկերությունները հայտարարեցին Meridian Expo-ում կայացած Fineaway Expo-ի ընթացքում, որտեղ Դալան տեխնոպարկի ներկայացուցիչները ներկայացրին նաև գործակցության հեռանկարը արտասահմանյան գործընկերներին։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բաց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։